Հալա դու հասկացել ես, որ այս տանը նախաճաշանողների քանակը գնալով պակասում է։ Ոնց որ ռեալիթի շոու լինի։ Առաջարկում եմ SMS քվեարկություններով մեկնումեկին հետ բերենք։ Չէ, էլի խնդրում եմ, առաջին անգամը ծնվածս օրվանից, որ քնում եմ ու 3 մետր շարավող շուրջս մարդ չկա։ Իա, այս նախաճաշին տոլմա եք ուտելու։ Որ ճիշտն ասեմ, անի իմացնով ուզում է ինչ-որ համոբան սարքեի, տոլման մտքիս եկավ։ Չնես չի, որ ես դեմ եմ։ Ես էլ։ Բարի լույս բոլորին։ Բարի բոլես, կակրած նախաճաշում ենք, համեցի։ Ավելի ճիշտ առավոտյան ընտրում ենք։ Ապի, ես հասկացել ես, որ մենակ ապրելը լավ չի հետեսեք, է։ Չէ, իրականում մենակ ապրելը իդեալական է։ Շորերդ կեղտոտվում է, կարաս գցես գետնին, փոշին նստում է, կարաս չհավաքես, զիբիլը հավաքվում է, կարաս չթափես։ Վայ սուսելի արփի, ոնց որ ամենավատ երազս պատմես։ Իսկ ընտանի կենթանի պահում ես, օրինակ Գրեյս։ Իսկ կարող եմ մենակ ապրելը քո համար չի։ Չէ, երեխեք, ամեն ինչ իդեալական է։ Մենակ մի բան չեմ հասկանում, ո՞նց եք անում, որ սառնանում միշտ ուտելիք կա։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն քո աղջիկ, հաստատ կլինի բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Դե բոլա, վայ այ քեզ բոլորա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլորա, դե բոլա, վայ այ քեզ բոլորա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլորա, դե բոլա, վայ այ քեզ բոլորա, հորներներին հալալա, վայ այ քեզ բոլորա, դե բոլա, վայ այ քեզ բոլորա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլորա։ Բոլորը լինելու ահավոր կինո։ Ձեր պատվերը։ Տեսնում եմ տրամադրությունդ բարձր է։ Ինչ ա եղել, որ արևը շողում ա, ձիտիկները երգում են, դու հեռախոս չունես։ Բարև ձեզ, հեռախոսայիք պատվիրել։ Այո, շնորհակալություն։ Ով ասեց, որ չունեմ հեռախոս։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Ֆոտոները էլ չկան։ Բա քո կարծիքով Google դիսկն ինչի համար է։ Google դիսկ։ Այո, դա մի վայր է, որ հիշում է քո արած բոլոր սխալները։ Նենց որ անիմաստ բաներով զբաղվելու փոխարեն ավելի լավ է մտածես իմ առաջարկի շուրջ։ Եվ այդ ինչ առաջարկի շուրջ պիտի մտածես, Ալեքս։ Ես ուղղակի Ալեքսի շատ լավ բիզնես առաջարկ էի անում, որից մենակ հիմարը կհրաժարվեր։ Եվ ինչ առաջարկ, Ալեքս։ Շների Յոգա։ Ինչ։ շների յոգա կյանքես։ Ամեն դեպքում լավ մտածի։ Ես էլ հավես չունեմ։ Քեզանից այսօր նորության եմ սպասում։ Հաշիվս փակած էր, չէ՞։ Պարոն գնդապետ, պարոն գնդապետ։ Հա, Կարեն, ինչ եղել։ Բերեցի՞ր։ Հա, բերել եմ, ձեր ուզած հյութը, կարմիր վարիչի հյութն է։ Հենց աղջկան նայեք, ոնց որ մանկապարտեզից վարիչը լինի։ Կարեն, ես քեզ չէի ասել գնա կարմիր վարիշի հյութ բեր։ Ես քեզ ասել եմ գնա կարմիր նարինջի հյութ բեր։ Բայց տարօրինակ էլ է որ ճիշտ ես բերել, այ տղա։ Պարոն գնդապետ, խմեք ու գնանք գործի։ Չէ, Կարեն, ես կխմեմ ու դու գնա գործի։ Ես այսօր ուրիշ գործեր ունեմ։ Իսկ ինչ գործ է, եթե գաղտնիք չի։ Գաղտնիքը։ Գաղտնի օպերացիա։ Կարելի է այդպես էլ ասել։ Օպերացիա հողաթափ, այդպես է կոչվում։ Իսկ ձեզ օգնություն պետք չի։ Չէ, Կարեն, գնա աշխատի։ Վայ, Լսում եմ։ գիտես չտեսա որ ձևերս ես անում։ Ռոզ, հələ լսի, նայ, Facebook-ում երջանիկ ընտանիքի մրցույթ են կազմակերպում, ասում են չբռնենք մասնակցենք։
Դե լավ էլի Սաքո։ Քո մի տղեն Ռուսաստան է, այն մեկը նստած է, այն մյուսը Հնդկաստանում առաքում է անում։ Մենք էլ մեր վարձով տունը վարձով ենք տվել, եկել ենք սրճարանում ենք գնում։ Այդ ո՞նց ես պատկերացնում, մենք այդ մրցույթում հաղթելու շանսեր ունենք։ Ռոզ ջան, ուղղակի հաղթողին մրցանակ են տալիս։ Ինչ։ Նկարի ռամ կա, թե մեր նկարով տպած բաժակ։ 300,000 դրամ։ Ինչքան։ 300 тысяч։ Նայ։ Բարի մասնակցենք այդ տղա։ Բա մի ժամը այդ եմ ասում, այ աղջի։ Ուղղակի ստե հարցը գիտես որն է, այդ ընտանեկան վիդեոյի համար մեզ նորմալ երեխեք են պետք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ երեխեք ջան։ Էս ինչ լավ ժամանակ եկաք։ Կարողա ձեր խանութում հագուստիներ կունենաք։ Ուղղակի մենք ֆուտբոլի առաջնության ենք, բայց մեր թիմը հագուստ չունի։ Ուզում ենք բոլորս համազգեստները նույն գույնի ներկեն, գոնե տենց խաղանք։ Երեխեք ջան, մենք շորիներ չունենք, բայց մենք մի առաջարկ ունենք։ Եթե դուք մեզ օգնեք, մենք ձեր ամբողջ թիմի համար նոր համազգեստ կառնենք։ Լուրջ եք ասում։ Մենք համաձայն ենք։ Սպասին Արեգ։ Դու նոր ես բակում, իսկ ես իմ ամբողջ կյանքն եմ ապրում։ Եթե իրանք պատրաստ են գումար ծախսել, ուրեմն կամ իրանց խնդրակը հակաօրինական է, կամ էլ խայտառը կամուտ։ Չէ, երեխեք ջան, մենք հիմա ձեզ ամեն ինչ կբացատրենք։ Այս չեմ հասկանում, դուք հայրեն չեք հասկանում։ Մամ, այդ Մարտինայի պաղպաղակն էլ էի կառնում։ Արփի դու Մարսից ես իջել։ Սառանում ինչ կա, ամեն ինչ առնում ենք բացի պապայի դեղերից։ Բա պապանում հետ ասենց ջղայնացած խոսում։ Ուզում ա գարաժը ծախի զանգել է հեռուստատեսություն, որ գովաստ պատվիրի։ Լավ էլի, հիմա ով է հեռուստատեսություն զանգում, հո 18-րդ դարը չի։ Այգերուի ջան, մի հատ էլ եմ կրկնում։ Ուզում եմ հայտարարություն տամ, որ գարաժս վաճառվի, վազող տողով։ Ինչ ա նշանակում էլ վազող տող չկա։ Հա չկա տող քայլի, չվազի։ Ալո։ Դու լսրած նայ, որ անջատեցին վրես։ Պապ, արի գարաժից թորիքցեն վաճառենք։ Դու որ ստորի գցեսով պիտի առնի։ 5 տարեկան երեխեք, առնեն ինչ անեն, իրաց խաղալիք ավտոները բերեն կանգնացնեն։ Պապ ջան, ես շատ մեծ լսարան ունեմ, մի թերա գնահատի իմ հետևորդներին։ Հարփի, դու այդ մարդկանց համար օրինակ ես ծառայում։ Բա ես ո՞նց կարամ իրաց չթերա գնահատեմ։ Ավելի լավ է, ես հիմա կգնամ տապարան, սիրուն հայտարարությունը կտապեմ, տակը 10 հատ համարը կգրեմ, սիրուն կբերեմ տուն կկտրտեմ, կտանեմ կկպցնեմ պատերին։ Մարդը եկավ, հայտարարությունը կարդաց, դուրը եկավ, համարը փոկեց, գնաց տուն զանգեց, մյուսը եկավ, համարը փոկեց, գնաց տուն զանգեց, համարը փոկեց, Էտա ճիշտ է։ Արամ ջան, բայց երեխեն ճիշտ է ասում։ Հիմա ամեն ինչը ինտերնետով են ծախում։ Այ օրինակ երեք TikTok-ով տեսա այծ էին ծախում։ Ալա, ես այդ ինտերնետին չեմ վստահում։ Ինչքան աննորմալ կա այդ ինտերնետում հա։ Ինչ պետք է անեն։ Զանգեն առաջարկե փոխանակում այցի հետ։ Պապ, խնդրում եմ, էլի համաձայնվի, միշտ երազել եմ այց պահեմ։ Արամ ջան, թող երեխեն գովազդանի գարաժը, հաստատ վնաս չի լինի։ Լավ։ Դիր գովազդը, բայց մի պայմանով։ Եթե զանգեցին այցի հետ փոխանակում առաջարկեցին, դուք եք խոսալու։ Ավելի շուտ դու։ Այցո տեսել եք դու մի քիչ։ Ես չեմ հասկանում ոնց հայտնվեցի այս ամեն ինչի մեջ։ Միշտ երազել եմ սերիալում խաղամ, հիմա կյանքս դառել է սերիալ։ Ինչ ա եղել Ալեքս։ Ոչ մի բան կյանքս։ Ուղղակի այնքան եմ աշխատել առավոտից հոգնել եմ։ Առավոտվա ժամը 10-ն է։ Լուրջ ես ասում։ Ինչ դանդաղ անցնում է օրը։ Ինչ որ բան ես թաքցնում։ Չէ կյանքս, ես ոչ մի բան չեմ թաքցնում, տղես ո՞նց է։ Բաչո։ Լեո։ Իսկ ինձ թվում է, որ ինչ որ բան թաքցնում ես, կարող է Սիրիի առաջարկ հետ կապված։ Սիրինով է։ Հա, Սիրին, գիտես չէ, զարմանում եմ այդ աղջկա ծնողների վրա, ոնց կարելի է երեխու անունը դնել iPhone-ի օգնականի անունով։ Տարօրինակ մարդիկ են, հա։ Ալեքս, դու մոռացել ես, որ շատ վատ դերասան ես ու ինձ քո խաղով չես կարող խաբես։ Կյանքս, ես քեզանից ոչ մի չեմ թաքցնում, ես քեզ չեմ խաբում։ Էդ ինչ էր։ Նամակ ֆիլարմոնիկից։ Դուր տեսնեմ։ Չէ, կյանքս, հեսա քեզ էլ կգա կկարդաս, դու երեխու հետ գնա տուն, ես կգամ հետո հանգիստ կխոսանք, հա։
կինո։ Ընդամենը 16000 ԱՄՆ դոլար եւ այս շքեղ ավտոտնակը կարող է լինել հենց քոնը։ Այն շատ հարմար։ Բայց ավելի ճիշտ չէր լինի ավտոտնակի գովազդը հենց ավտոտնակում նկարեինք։ Պապ ջան, ավտոտնակը շատ կեղտոտ փոշոտ վիճակում է գտնվում։ Ես այդ պայմաններում չեմ կարող աշխատեմ։ Հետո մոնտաժի ժամանակ նկարներ կդնեմ էլի։ Ճիշտ ասումի չես խանգարում, թող նկարեք նորմալ գործ անենք։ Լավ։ Արփի պատրաստ ես։ Խնդրում եմ մի քիչ պլաստիկ իջի։ Ռեսկ։ Ընդամենը 16000 ԱՄՆ դոլար եւ այս շքեղ ավտոտնակը կարող է լինել հենց քոնը։ Մի րոպե։ Բայց ինչի 16000, եթե այդ ավտոտնակը 14000 արժի։ Պապ ջան, դու բրոգերների հետ ընդհանրապես չես աշխատել։ Այդ 2000 դոլարը իմ միջնորդավճարն է։ Ոյ դե ճիշտ ասում երեխան, էլի ինչ ես անընդհատ ընդհատում։ Պատրաստ ես Արփի։ Տեսարան 1 դաբլ 3։ Դուբլ, մամ։ Հա, բայց մի քիչ կրեատիվ չի։ Ընդամենը 16000 ԱՄՆ դոլար եւ այս շքեղ ավտոտնակը կարող է լինել հենց քոնը։ Այն շատ հարմար է պահածոներ պահելու, տան խլամից ազատվելու եւ ընկերներով մեկ բաժակ գցելու համար։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաեւ մեքենա կայանել։ Զանգարեք ներքևում նշված հեռախոսահամարով, բայց ավել պակաս բաներ չխոսակ պապասը վերցնելու։ Հայցի մասին ասա։ Ահա, վճարել միայն կանխիկ գումարով, այծեր չառաջարկել։ Ստոպ, նկարը համոց է, տեսան ոնց էի գալիս գնում։ Արփի, բայ մասա եփ ես գցելու։ Հեսա շուտ կմոնտաժեմ կգցեմ ինստա։ Այ ես պիտի ռեժիսոր դառնայի։ Ալլահ ամյան։ Բարի ախորժակ։ Ալեքս, ինչ ես դու մատուցում։ Սակոյին ու Ռոզային վերջապես գործից հանել ես։ Չէ, ուղղակի ինչ որ տեղ են գնացել։ Համել քո համար ինչ տարբերություն, համով չեբուրեկի է, սուս ու փուս կեր։ Ալեքս, ինչ ա եղել, ինչ ես մի տեսակ։ Ոչ մի բան էլ չի եղել։ Լավ էլի, ես քեզ նոր չեմ ճանաչում։ Նախ Լիլիթի հետ ամուսնանալուց առաջ պարոն Գնդապետի հրամանում մինչև ուղնուցուցդ ուսումնասիրել եմ ու երկրորդը։ Ես դեռ Աննային չեմ մոռացել։ Լեզոր նստի։ Ես չեբուրեկից քաշի ու պատմի տենամ ինչ ա։ Կարեն, քեզ կպատնեմ։ Կարողա դու ինձ կարողանաս օգնես։ Բայց պիտի խոստանաս, որ ոչ մեկին ոչ մի բան չես պատմելու։ Okay։ Ու ամենակարևորը, Աննային էլ չես հիշելու։ Չգիտեմ կհավատաս թե չէ, բայց Սիրին Մայիսի կինը։ Ուզում ես կպցնի։ Հավատում եմ, որովհետև ուզում էր ինձ էլ կպցներ։ Դուրջ, կպար։ Չէ։ Դրա համար էլ ինձ ա ուզում կպցնի։ Այսինքն մի րոպե ինչ ա ստացվում, որ պարոն Գնդապետի կինը ոչ օրինական ամուսին ա փնտրում։ Չէ, Կարեն ջան, մեր միջոցով փորձում ազդի Արամ ձեզեի վրա։ Ուրեմն ինձ դեղ էր տվել, քնացրել էր ու ֆոտո-վիդեոներ արել։ Ու հիմա ինչ շանտաժ ա անում, որ համոզեմ Արամ ձեզեին այս տարածքը վաճառի Մայիսի վրա։ Քեզ բոլոլա։ Բոլոլա չի է, Սանտա Բարբարայա։ Դու պատկերացնում ես, որ այդ ֆոտո-վիդեոները հանկարծ Լիլիթը կամ Արամ ձեզեն տեսնեն, ես կորած եմ։ Իսկ Մայիսը գիտի սրա մասին։ Չէ, Կարեն ջան, Մայիսը գիտի, որ Յակինը միամիտ խելացի ու մի քիչ տուպոյ էակ է։ Լավ, ուրեմն տես ինչ ենք անում։ Իրա հետ նկարում ենք նույն վիդեոն ու իրան շանտաժ ենք անում, որ քո վիդեոն ջնջի, թե չէ Մայիսը կիմանա։ Կարեն, օպրես, շատ լավ բան է։ Դե զխա, կեր։ Խփի թույլ։ Բոլորս մեր դերերը հիշում ենք, չէ՞։ Ընդամենը մի րոպե խաղում ենք, որ մենք երջանիկ ընտանիք ենք։ Հա, ու տես բնության գրկում ենք, որովհետև մենք բնությունը շատ ենք սիրում, ճիշտ է, տես բոլոջ կա, բայց ուշադրություն մի դարձրեք։ Նույնիսկ կինոյի դերասանն այսքան ինստրուկտաժ չեն անում։ Կարանք սկսենք։ Սկսենք, միացրած ալես։ Սկսի Ռոզ ջան։ Իմ սիրելի բալիկներ, այսօր մեր ավանդական կիրակին է, իսկ դա նշանակում է, որ մենք ըստ ավանդույթի գնում ենք բնության գիրք, ու մենք բոլորը շատ երջանիկ ենք, չէ՞։ Այո, սիրելի մայրիկ։ Սիրելիս, ինչպես միշտ շատ համերս պատրաստ եմ։ Շնորհակալություն, սիրելիս։ Սիրելիս, իսկ այժմ բալիկների համար անակնկալ կա։ Խնդրում եմ այդ զամբյուղից հանի։ Ինչ անակնկալ։ Սարգիս, հանեք, խնդրում եմ այդ անակնկալը իմ սիրելի ամուսին։ Ոյ, մամ ջան, բա սրանից սկսեիր։
Իրենից, իսկ մենք այս պաղպաղակի համար գումար ունեինք։ Սիրելիս, ես շատ տնտեսող կին եմ եւ ի վերջո բալիկների համար ոչ մի բան չի կարելի խնայել։ Իհարկե, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մենք այդքան էլ գումար չունեինք։ Սիրելիս, դու ամուսին ես, դու խոշոր եղջերավոր կենթանի ես։ Սակո դու էլի սկսեցի։ Հերիքա էլի, ուրեմն մի բան որ գծել եմ ասում, ուրեմն գիտե։ Ալա։ Իսկ դու չես նկատել, որ Արփին մի քիչ փոխվել է։ Հա դե Արամ ջան, երեխան մեծացել է։ Ալա, դրա մասին չէի ասում։ Ինքը մի տեսակ պահանջկոտ ու ագրեսիվ է դառել։ Ու ասեմ ավելին, մեր հետ էլ ընդհանրապես հաշվի չի նստում։ Արամ ջան, դե իր ամբոստացման տարիքն է, փորձում է ինքնահաստատվի։ Ամբոստանալու տարիքը 13 տարեկանում է, ինձ թվում է ինքը արդեն այդ փուլը անցել է։ Արամ ջան, դու չգիտես, որ Արփի մոտ ամեն ինչ ուշ է լինում։ Էս մի պահն էլ է ուշ եղել։ Արամ չես վայմում մի բաժակ սոկ լսես խմեմ։ Պապ ջան, վիդեոն փոստեցի, սպասի զանգերի։ Վայ ապրի իմ աղջիկը, շնորհակալ եմ շատ։ Դե ինձ ածի տվյալները դու, որ հաշվապահս հաշիվ դուրս գրի։ Ինչ։ Քո վազդային ծառայությունների համար պետքա վճարես։ Արփի, բայց դու արդեն բրոկերի միջնորդավճար $2000 վերցրել ես։ Պարզապես բիզնես, ոչ մի անձնական բան։ Արփի, ես քո հերն եմ։ Ինձանից ավել անձնական բան չի լինում։ Բիզնեսում հարազատներ չկան, պապ ջան։ Բայց ես սրանց սենց չեմ դաստիարակե։ Էս ինչ քեզ սարքեց ես Instagram-ը։ Հարուստ ու հայտնի, իսկ հիմա խնդրում եմ վճարել իմ ծառայությունների համար, թե չես վիդեոն կջնջեմ։ Էդ ես քեզ կջնջեմ, Արփի աղջիկ։ Olala, dinero vamos que no. Սպասեք, գալիս եմ։ Կարեն։ Ինչ ես անում։ Սիրի։ Ես երկար մտածեցի քո նամյոկների շուրջ եւ ուզում եմ ասել, որ համաձայն եմ։ Ինչի՞ն։ Մեր միասին լինելու։ Կարեն գժվել ես։ Այո, գժվել եմ։ Գժվել եմ քո սիրուց։ Ես գիշերները չեմ կարողանում քնել, մտածում եմ քո մասին։ Երազում ես մի մաքի, մոտս եկա որ երազում ես անդա քեզ եմ տեսնում սիրի։ Բայց մայիսը։ Մայիսի ինչ։ Մայիսը վերջանում արդեն։ Կարեն։ Կարեն, կտրտում եմ մտտեղդ փոխի։ Պարոն գտապետ, դուք հողաթափ օպերացիայի չեք։ Հա, հողաթափերով տանը ֆրֆրում եմ իմ համար։ Ես ի՞նչ վարդ է, Կարեն։ Պարոն գնդապետ։ Ես ի՞նչ վարդ է, Կարեն։ Պարոն գնդապետ, ես կապ չունեմ ես վարդի հետ։ Ձեր համար է։ Այդ տղա ինչ գիտեի, որ կարմիր վարդ շատ եմ սիրում։ Նաև տնեմ պոչը կտրեմ դնեմ վազի մեջ։ Կարեն։ Այս ռոմանտիկ վիդեոեր ուզում նկարեիր, բայց համարյա սարսափ ֆիլմ էր դառնում։ Տեսար ոնց հաղթեցինք։ Լավ է, էլի Facebook-ում այդքան fake account ունենալը, այնքան բոլորի վիդեոների տակ վատ կոմենտ գրեցինք, սողին բլոկեցին, մնացինք մենակ մենք։ Բայց ասեմ, ավելի լավ չի լինի, ես մեր կրեատիվն ու էներգիան դնենք մի հատ ուրիշ նորմալ գործի մեջ, ոչ թե տենց կասկածելի ճանապարհով փող աշխատելու մասին պլաններ մշակենք։ Չէ։ Հազար եմ էլի ասել Սակո, այն օրն էլ ձեռիդ մեջ գրեցի։ Խոսալուց առաջ մի հատ բացի կարդա։ Հասկացա Ռոժան, մի ջղայնացի փողտուր գնամ երեխեքի ֆորմե կառնեմ։ Այդ հա ձեռիդ մեջ մի հատ կարդա։ Հա բայց ինչ սխալ բան ասեցի։ Սակո ձեձա։ Ռոզա ծեծա։ Վայ երեխեք ջան, եկաք։ Նորություն կա մեր մրցույթից։ Հա։
Չհաղթեցինք։ Չհավատացին երեխեք ջան, չհավատացին, որ մենք երջանիկ ընտանիք ենք ու ամեն ինչը Սաքոյի պատճառով է։ Լսո դեպքինն է։ Բասա երջանիկ մարդու դեմքը։ Փաստորեն անիմը ժամանակ կորցրեցինք։ Գնանք հագուստի ներք ճարենք։ Սպասի։ Ոնց չենք հաղթել, հեսա։ Մրցույթի հաղթող է ճանաչվում Սակրոզյանների ընտանիքը ու մեր քրինջ վիդեոից կադր։ Նարի ջան, թյուրիմացություն ա տեղի ունեցել։ Հա, բալե սխալվել են։ Մենք զանգեցինք, ասեցին տպագրական սխալը, հեսա կուղենք։ Լավ, մենք սա դեռ կճշտենք, արինարեք։ Ռոզ։ Մի մատ երեխեքի ենք խափում, է։ Ինչ ես ուզում դրանով ասես, Սաքո։ Ճոգուբիս ինչ ես տաղճ։ Չէ դու լետ արփին նա հետս ոնց ա խոսում։ Ախր իմ այդ կյանքում ոչ մեկ տես չի խոսած է։ Ով իմ տեց ա խոսած է հիմա կամ բանտումա կամ հասմիկ մեխակվնանա։ Լավ արբի աղջիկ։ Դու եսա տես ես քո գլխին ինչ եմ բերելու։ Հալո։ Սայմոն, միստր Արամնա։ Մի հատ հանգստացի։ Ինչ ես լացում։ Հա, վախում ես, որ կգամ գլուխդ կջարդեմ։ Հեռախոսով չեմ կարող անեմ։ Ինչ ա եղել։ Արփի հետս կռվե։ Նայելով արփի ես վերջին ժամանակվա պահվածքը հասկանում եմ ամեն ինչ։ Հենց այդ հարցով է քեզ զանգել եմ, Սայմոն։ Դու ինձ պետք է օգնես։ Ռոզ, ասում եմ 300,000 դրամ փող ունենք, կարող է այսօր մեզ շռայլություն թույլ տանք սուշի ուտենք։ Յակ Սաքո, մեկը կողքից նայի կմտածի կյանքում սուշի չես կերել։ Աղջի դե ուրիշի մնացորդները հաշիվ չի։ Հես են մեր ծնողները։ Սաքոն մեր պապան է, Ռոզան էլ մեր մաման։ Ինչ ա կատարվում։ Ներեցեք իսկ դուք ով եք։ Ես խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի անդամ եմ։ Երեխաները բողոքում են, որ դուք նրանց շահագործում եք։ Այո, մաման ու պապան ստիպում են, որ մենք խանութում ծանր արկղեր իրանց փոխարեն տեղափոխենք։ Չեն թողում գնանք դպրոց ու գիտելիք ստանանք։ Ստիպում են, որ ընտանեկան վիդեոներ նկարենք ու ձևացնենք, որ երջանիկ ենք։ Եթե այս ամենը ճիշտ է, դուք կձերբակալվեք եւ կդատվեք։ Չէ, այս երեխեքը ստուբ էր, մենք իրաց տնողները չենք։ Էս էլ մեր վերջին ընտանեկան վիդեոն։ Իմ սիրելի բանիկն է։ Չէ, գիտեք ուղղակի մեր երեխեքը հումորի մեծ զգացում ունեն։ Սիրում են էլի կատակներ անել։ Կատակ եք անում, չէ երեխեք։ Ես դուք երևի մոռացել եք, հա, որ այսօր պետքա գնանք ձեր ամբողջ թիմի համար համազգեստ առնենք։ Ու բուծիներ։ Ու բուծիներ։ Հա, ճիշտ ասում, մաման, մենք ուղղակի անհաջող կատակ արեցինք։ Մեր ծնողները մեզ շատ են սիրում։ Արի գրքեղ փուչուչես։ Էլես լավ դա։ Արամ, Արփի հետ այսօր լավ չստացվեց։ Կարող է խոսես հետը։ Ալլա, ես արփի հարցերը արդեն լուծել եմ։ Ոնց արդեն լուծել եմ, ձերբակալել ես։ Ես ինչ ապօրինի բաներ ես խոսում։ Օհ, իբր քեզանից տենց հեռու է, հա։ Մոռացել ես, որ ջահել ժամանակի վրա ջղայնանում էր, ձերբակալում տանում էր բաժին։ Ինչ օրեր էին է։ Շատ լավ օրեր էին։ Մինչև հիմա այդ նարուշնիկի սպիերի տեղը մնացել է։ Բայց ինչ ես անելու Արփին։ Հանգիստ ա։ Իմ հաշվարկով ուղիղ 5 վայրկյանից Արփին լացելով մտնելու է տուն ու ասի. Իմ կյանքը անիմաստ է։ Իմ կյանքը անիմաստ է։ Չաղել բալես։ Իմ բոլոր սոցկայքերի ակաունտները բլոկել են, իմ ամբողջ կյանքի աշխատածը ջուրն է անկել, դարել եմ հասարակ մահկանացում։ Արփի ջան, բարի գալուստ մեր աշխարհ։ Հա, բայց ես չի ուզում գայ ձեր աշխարհ։ Ձեր աշխարհում լայք չեն դնում, ֆիլտր չեն դնում, ֆեյք ակաունտով վատ կոմենտներ չեն գրում։ Ախր դու ոչ ես հասկանում, որ իրական կյանքում ֆիլտրներ պետք չեն։ Իրական կյանքում եթե վատ կոմենտ ես գրում, պետքա պատասխան տաս։ Ու հանգիստ եղի, մենք ընտանիքով քեզ կլայքենք։ Չէ, ինձ հենց իմ հետևորդներն են պետք։ Ուղղակի ես չեմ հասկանում, իմ մեջ ինչի համար են կոտրել, ես ոչ մեկի վատ բան չեմ արել։ Արամ, կարող է քո մատնախառը։
Արամ։ Ինչ։ Ինչ արամ, ինչ պապ։ Հայ ես եմ արել։ Ես եմ արել, որտեվ աստղայինը լրիվ տարել էր։ Քեզ դրել էր Լև Լեշենկոյի տեղը։ Արամ։ Ինչ։ Հիմիկվա հայտնիներից մարդ չեմ ճանաչում, դրա համար եմ ասում Լև Լեշենկո։ Ոչինչ։ Մի երկու օր կլացես, հետո կնայես շուրջ կողմդ ու կհասկանաս, որ աշխարհը կլոր է։ Ես քեզ սա չեմ ներելու։ Դու չես ներում մի ների։ Հեսա որ ինտերնետը աշխարհում անջատեն, այս բլոգերները էլ գործ չունենան։ Ես վստահ եմ, որ մեր մոտ կավելանան ինժեներները, դասատուները, կոմպոզիտորները, չնայած սրանք երեխեքին ինչ դաս պետք է տան։ Արամ, մտածում եմ կարող է դաժանվարվեցիր արփիի հետ։ Չէ, ալա։ Ինքը պետք է սովորի, որ անկախ նրանից ինչքան հայտնի է, մարդկանց չի կարելի վերևից նայել։ Չնայած ճիշտ ես ասում։ Լսի, բայց որ ասում է իր աշխարհը կլորա կատակ է իրանում, թե ճիշտ է իր ասում։ Բա որ կլորա ոնց չեն գլորվում։ Հասկացանք զարգացած մարդ ես, ինչ ես քեզ դրե յուտաշկինի տեղը։ Կարեն, Սիրին տեսար։ Տեսա։ Ծաղիկը տարար։ Տարա։ Տվեցիր։ Տվել եմ։ Նկարել ես, չէ։ Նկարել եմ։ Բա ուրա վիդեոն տենա։ Չկա։ Ոնց չկա։ Սիրի մոտ է վիդեոն։ Սիրին տեսավ ոնց եմ նկարում, հեռախոսս վերցրեց ու ասեց, որ մայիսին ցույց կտա, թե ոնց եմ ուզում իրան կպցնեմ։ Այսինքն հիմա քեզ էլ է շանտաժանում։ Բա ինչ ենք անելու։ Անելու եկեն։ Ինչը որ ես եմ ձեզ ասելու։ Երբ եք հասկանալու, որ անիմաստ քայլեր անելու փոխարեն պետք է ուղղակի Արամին համոզեք, որ տարածքը վաճառի։ Ձեզ մեկ օր ժամանակ։ Դե, չեմ լսում ձեր ուրախ համաձայնությունը։ Եղավ Սիրի ջան։ Hola, la, Limelo, vamos al que no.